Արամ Ազատյանի դատական նիստով քննարկվելու մեղադրաններից մեկի Խափան միջոցի երկարաձգման հարցը եւ հավանաբար կքննարկվի նաեւ Արամ Ազատյանին վերաբերող մեղադրանքի դրվագներից մեկի ապացույցների հանրային մեղադրողի կողմից ներկայացման հանգամանքը։ Այսօրվա դատական նիստը հավանաբար այդքանով կսահմանափակվի։ Անցած շաբաթ էլ օրինակ հարցազրույց տվել ենք, նշել ենք, որ նախաքննության փուլում քննիչները օրինակ մոտավորապես մի 25 միջնորդություն են ներկայացրել դատարան, գաղտնի քննչական գործողություններ եւ այլ ուրեմն դատանի թույլտվությունը անհրաժեշտ համարող որոշումներ կայացնելու համար, բայց մեր համար անհասկանալի պատճառով այդ 25 մոտ միջնորդություններից 17-ը պարոն Դադույանին է հենց մակագրվել, ու այս նիստի ընթացքում, երբ որ հարց ուղղվեց դատարանին, թե ինչի է այդքան իրան մակագրվել, պատասխանեց, որ ուղղակի դատարանի նախագահն է իրան մակագրել, ինքն էլ հարց չի բարձրացրել, թե ինչի այդքան մակագրվում է իրան միջնորդություններից, բայց մյուս դատավորներին, օրինակ դատավորներ կան, որ ընդհանրապես ոչ մի միջնորդություն չի բավարարվել, դատավոր կա, ում մակագրվել է ընդամենը մեկ միջնորդություն մերժել է, ու դրանից հետո այլևս չի մակագրվել, այդ հարցերը մեր մոտ անպատասխան են մնացել։ Արամ Ազատյանին մեղսագրվում է ուրեմն կաշառք ստանալու եւ պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքներ, քրեական գործում որևէ ապացույց չկա, փաստական տվյալ, որևէ մեղադրյալ կամ վկայի ցուցմունք, որ կաշառք են տվել այս կամ այն գործողությունը անելու կամ չանելու համար։ Ինչ վերաբերվում է պաշտոնական դիրքի չարաշահման, ապա դրանք նախ վերագրվում են առաջինը դեպքին, որի կատարման ժամանակ փաստացի Արամ Ազատյանը Հարապկիր վարչական շրջանի ղեկավար չի հանդիսացել, 21 թվականի դեպքեր են վերագրվում, երբ ինքը թաղապետ վարչական շրջանի ղեկավար դարձել է ընդհանուր 23 թվականի մարտին։ Ու հանրային մեղադրողը ուրեմն գույքային հայց է ներկայացրել, թվում նաև Արամ Ազատյանի դեմ, որ իբրև 21 թվականին վնաս է պատճառել։ Սենց անհասկանալի հանգամանքներ, իսկ մյուս պաշտոնական դիրքի չարաշահումը վերաբերվում է նրան, որ ուրեմն տնտեսվարողներից մեկի նկատմամբ իբրև թե վարչական ակտ չի կազմվել, այնինչ այդ ակտը նաև կազմվել է, քաղաքապետանից համապատասխան անձինք եկել են, պարզաբանել են նախաքննական մարմնին, թե ակտը կազմելուց հետո օրինակ ինչի են որոշել 500,000 դրամ տուգանք նշանակեն, իսկ մեկ այլ տնտեսվարողի նկատմամբ օրինակ 1 միլիոն։ Այդ պարզաբանումները բոլորը տվել են, սակայն փաստ, որ այդ մեղադրանքներով Արամ Ազատյանն այսօր գտնվում է կալանքի տակ։ Դատարանը նախ դեկտեմբերի 17-ին Արամ Ազատյանի կալանքը երկարացրեց եւ մոտավորապես մի 10 օր առաջ, 2 շաբաթ առաջ նորից 3 ամսով կալանքը երկարացրեց Արամ Ազատյանի, ընդ որում որպես պայման սահմանելով մերձավոր ազգականներից բացի այլ անձանց հետ նաեւ շփում արգելեց։ Թերևս կալանքի ուրեմն այս վերջի որոշումը նույնն են ձևակերպումներով, ինչ որ նախորդ որոշումն է եղել, մեր համար անհասկանալի ձևակերպումներով որոշում, օրինակ նշված է, որ Արամ Ազատյանը ըստ էության քրեական գործի նյութերին ծանոթացել է, բազման ենթակա հանգամանքների մասին տեղեկացել է, հետևաբար նաև վկաների վրա կարահասնի։ Սենց չեմ պատկերացնում, սրանից ավելի հզոր ինձ թվում է խախտում, փաստացի ստացվում է, որ մենք պաշտպանության իրավունք չունենք, քրեական գործի նյութերին ծանոթանալու իրավունք չունենք, եթե քրեական գործի նյութերին ծանոթացանք, հետևաբար պարզման ենթակա հանգամանքներ գիտենք, ուրեմն ցանկացած անձի վրա կարանք ազդենք գործով անցնող։ Քրեական գործով սպասելիքների մասին խոսելը վաղ է, ճիշտ ասած, իսկ ինչ վերաբերում է Խափան միջոցի կալանքի հետ կապված, նշեմ, որ արդեն դատանը 3 ամսով կրկին երկարացել է, հետևաբար սպասելիքներ ակնկալել ինչ որ հնարավոր չի, բայց նշեմ, որ մարդու իրավունքների եվրոպական դատան ենք դիմելու դեկտեմբերի ուրեմն 17-ի դատանի կայացած որոշման հետ կապված։